Մինչև 1697 թվականը համարվում էր, որ կարապները միայն սպիտակ են լինի։ Սակայն Վիլյամ դե Վլամինգի գլխավորած հոլանդական էքսպեդիցիան հայտնաբերեց Արևմտյան Ավստրալիայում սև կարապների պոպուլյացիա։ Դա շատ մեծ բացահայտում էր օրնիթոլոգների համար։ Հիմա կհարցնեք, սա ինչ կապ ունի ֆոնդային շուկայի հետ։ Սև կարապ անվանում են անսպասելի իրադարձությունը, որը այնուամենայնիվ ունի էական հետևանքներ։ Այս տեսությունը մշակել է ամերիկացի մաթեմատիկոս և տնտեսագետ Նասիմ Թալեբը 2004 թվականին։ Թալեբի թեզի իմաստն այն է, որ գոյություն ունեն բացառիկ դեպքեր, որոնք առաջին հերթին անհնար է կանխատեսել, իսկ երկրորդ հերթին դրանց տեղի ունենալուց հետո անհնար է կանխատեսել հաջորդ քայլը։ Սև կարապները կարող են լինել գլոբալ կամ լոկալ, դրանք կամ բացասական կամ դրական են։ Դրանք ներառում են օրինակ պատերազմներ, ֆինանսական ճգնաժամեր, աղետներ, պետությունների կամ ընկերությունների սնանկացումներ։ Այս երևույթները ցույց են տալիս, թե որքան անսպասելի կարող են լինել որոշ դեպքեր, որոնք նշանակալի հետևանքներ են ունենում։ Եթե ցանկանում եք ստանալ ավելին բաժնետոմսերի շուկայի մասին, բաժանորդագրվեք մեր ալիքներին։